Բարև սիրելիներ, թող Աստված օրհնե ձեզի շատ, սրտից մեջ շատ գա, որ այսօր հadouk ընտանիքներով համար աղոթ կնենք իրար հետ։ Գիտեմ ինչպես ինձի դիտողներ կան եւ ձեր ընտանիքներում մեջ տարբեր հարցեր կան, շատ կորզանված ընտանիքներ կան, ընտանիքներում մեջ շատ հարցեր կան եւ իրականության մեջ կան վիճակներ, որ մարդը պատասխանը չունի այդ ամեն ինչին եւ կպնդրե Աստծո, որպեսզի Աստված ելքը ցույց տա ամեն ինչի մեջ եւ սրտից մեջ շատ զգացի ինչպես պետք է միապան աղոթ կնենք իրար հետ։ Խնդրեմ այս ժամանակը հadouk վերցնես, առանձնանաս եւ աղոթ կնես ընտանիքիդ համար։ Չեմ գիտեր ինչպիսի հարցեր կան ընտանիքի մեջ, չեմ գիտեր որքան բարձր է մագարտակը հարցին, բայց հավատացած եմ խոնարհվելով Աստծո առջև խնդրելով իր մե օգնություն, խնդրելով իր մե միջամտություն, ես կավատեմ շատ բաներ կփոխվի։ Ադոր համար ես կխնդրեմ բերես ասպահի մեջ ընտանիքդ Աստծո առջև միապանվի սիմեդս եւ իրար հետ աղոթ կնենք։ Ես ինչպես որ Աստված առաջնորդ է, դարբեր հարցերով աղոթ պիտենեմ, դու ընդհանրապես միապանվիր աս աղոթքի մեջ ինչ կա հadouk, որ քեզի համար է անպայման վերցուր, հավատքով ընդունե եւ բոլորս աղոթենք ընտանիքներով համար, գիտեք, որովհետեւ ընտանիք հասկացողությունը Աստուծո է եւ սատանան տշտամին ամեն բան գնե, որ այսօր ընտանիքներ գործան է, որովհետեւ ընտանիքներն է որ գելեն սերունդներ եւ սատանան գադի այդ ամենը, որովհետեւ Աստծո ստեղծագործությունն ենք մենք, Աստծո ստեղծածն է ընտանիքը եւ երբ որ ընտանիքը միապան գլա, երբ որ ընտանիքը Աստծո կամքի մեջ գլա, մեկ խոսքով երբ որ ընտանիքը իր գոչումի մեջ գլա, ադիգա սատանային համար վտանգ է եւ ադիգա քարշելի է տշտամին համար։ Ադոր համար այսօր տշտամին սատանան ոչ մեկ չանք չի խնայեր, որբեսի գործանուն բերե, որբեսի հարցեր առաջացնե ընտանիքներու մեջ, բաժանումներ բերե, բայց այսօր նույնպես Աստված ոչ մեկ չանք չի խնայեր, որբեսի ընտանիքներու մեջ միապանությունը լա, հաշտությունը լա, սերը լա եւ մեկ խոսքով Աստծո կամքի համաձայն ընտանիքներ ունենանք, որովհետեւ այսօր ամեն չար հերանա մեր ընտանիքներեն եւ Աստծո ներկայությունը կա մեր ընտանիքներում մեջ։ Եկեք իրար հետ միապանվենք եւ աղոթ կնենք հավատքով։ Հայր երկնավոր Հիսուս Քրիստոսի անունով ես կբերեմ քո առջև բոլոր մեզի դիտողներուն ընտանիքները իմ Աստված, բոլոր անոնք, որոնք մեզի գտիդեն, բերելով քո առջև Հայր երկնավոր ամեն ուն ընտանիքները Տուն ով Աստված գիտես ամեն մեկում վիճակը, ամեն ընտանիքի հարցերը, թե ինչ հրաշքներու գարիք ունին այսօր իմ եղբայրներս, քույրերս, թե ինչ աղոթքի պատասխանի գարիք ունին, թե ինչ հարցեր ունին ընտանիքներու մեջ, ես հadouk քո առջև գուքամ ով երկնավոր Հայր Հիսուս Քրիստոսի անունով հadouk աղոթելու ընտանիքներու համար, որ Տեր Աստված քո մեծ ողորմությունդ Հիսուս Քրիստոսի անունով կխնդրեմ, որ բոլորիս ընտանիքներում մեջ լա։ Ես կաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով, որ ամեն տեսակ թշնամու ծրագիր Հիսուսի անունով, թող քո զորությունով Տեր Աստված քանթված լա, ուր որեն իմ եղբայրներս, քույրերս, որ մեկ երկրի մեջ որ գաբրին, ինչ որ խնդիրներ ունին, ես կբերեմ քո առջև եւ կաղոթեմ, որ Հիսուս Քրիստոսի անունով ամեն չարը իմ Աստված այսօր մենք խոնարհված եկած ենք քո առջև ով ամենակարող Աստված, գիտակցելով որ մենք ամեն ինչին լուծումը չունենք, գիտակցելով մենք որ քո գարիքը դունենք, գիտակցելով որ մենք մեր ընտանիքներում մեջ քո գարիքը դունենք, գիտակցելով որ թուն գրնաս բաժանված ընտանիքները միապանել, գիտակցելով Տեր Աստված որ թուն ես բարի Աստվածի եւ թուն գրնաս բարին անել միայն մեր ընտանիքներում մեջ, ադորամար այսօր առանց հանձնվելու առանց մեկ գոմ տնելու մեր ընտանիքները եւ մեր հարցերը այսօր եկեր ենք բոլորս ով Աստված միապան բերելով քո առջև մեր ընտանիքները Հիսուս Քրիստոսի անունով ես կաղոթեմ որ ամեն չարից զրակիր թող քո զորությունով իմ Աստված քանթված լա մեր ընտանիքներեն Հիսուս Քրիստոսի անունով ամեն տեսակ ընտանիքները բաժանել ուզող չարից զրակիր թող քանթվի Հիսուս Քրիստոսի անունով ընտանիքներում մեջ ամեն անհասկացողություն ամեն կոնֆլիկտ ամեն տեսակ անեցք գախարտության ներկայություն, անեցքի ներկայություն թող հերանա ընտանիքներեն Հիսուս Քրիստոսի անունով ես հadouk են գաղոթեմ ընտանիքներու մեջ եղած գրիվները թող թաթարվին, թող թաթարի ամեն տեսակ
գրիվ, այդ ընտանիքները, որ անդադար գրիվի մեջ են եւ իրենց խաղաղությունը գործընթացած են, հայր ես կաղոթեմ, որ բժշկություն կա, որ ամեն տեսակ գրիվի մթնոլորտ, շղայնության մթնոլորտ հերանա եւ թող քո խաղաղությունը տկա իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով ես հատուկ կաղոթեմ ընտանիքի մեջ, որ միապանությունը լա Տեր Աստված։ Թող ընտանիքի անդամները միապան լան։ Այս ամեն ինչի մեջ կխնդրեմ քո ներկայությունը, ես կխնդրեմ քո ներկայությունը տկա հիմա ամեն մեզի դիդող մեր եղբայր քույրերուն ընտանիքներու մեջ։ Իմ Աստվածս քո Սուրբ Հոգու ներկայությունը թող կա։ Թող քո փառքը լեցնե իրենց ընտանիքները, թող քո ողորմությունը լա իրենց վրա, թող քո զորությունը կա իրենց մեջ Տեր Աստված, եւ ամեն չար թող խայդարակվի, թող քո օրհնությունը դլա իրենց մեջ իմ Աստված, թող քո միապանությունը դլա, թող քո սրբությունը դլա Հիսուս Քրիստոսի անունով։ Ես հատուկ կաղոթեմ բոլոր այն ընտանիքներուն համար, որ բաժանման եզրին են եւ կամ բաժնվեր են, Տեր Աստված ես կաղոթեմ, որ դու վերականգնես այդ ընտանիքները։ Իմ Աստված ես աղաղակը բարձրացնեմ քեզի, դու ով հրաշքներ կորձող Աստված։ Ես կխնդրեմ վերականգնես այդ ընտանիքները, որ բաժանման եզրին են կամ բաժնված են։ Այդ սուրբ ուխտը Տեր Աստված թող վերականգնվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ես հատուկ կաղոթեմ այդ բոլոր ընտանիքները, որ իրենց ուրախությունը գործընթացած են, որ Տեր Աստված քո ուրախությունով լեցվին։ Թող քո ուրախությունով լեցվին։ Ես կաղոթեմ բոլոր անոնց, որ քեզի չեն ճանչնար, այդ ընտանիքները, որ քեզի չեն ճանչնար։ Ես կաղոթեմ, որ քո մեծ ողորմությունով այցելես իրենց իմ Աստված եւ հայտնես քո անձդ այդ ընտանիքներու մեջ, որ իրենք քեզի ճանչնան, որ այդ ընտանիքները, որ քո ներկայությունը չունին, թող քո ներկայությունով լեցվին, թող քո բրգությունը հայտնվի ընտանիքներու մեջ։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ես կաղոթեմ Տեր Աստված, որ քո ուրախությունը տլա այս միապանության մեջ։ Թող ամեն ինչ որ ընտանիք հասկացողություն են դուրս է եւ ընտանիքներում մեջ գա, թող հերանա Տեր Աստված։ Այն որ դու ստեղծեցիր ընտանիքը, այդ սուրբ ընտանիքը, այդ ընտանիքի հասկացողությունը Տեր Աստված, որ դու ստեղծեցիր, ես կխնդրեմ, որ քո մեծ ողորմությունը ով Աստված լա բոլոր ընտանիքներում վրա։ Եվ ես կհրճակեմ վերականգնում ընտանիքներու մեջ։ Ես կհրճակեմ միապանություն ընտանիքներու մեջ։ Ես կհրճակեմ խաղաղություն ընտանիքներու մեջ։ Ես կհրճակեմ ուրախություն ընտանիքներու մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով ես կհրճակեմ սրբություն ընտանիքներու մեջ։ Շնորհակալ եմ քեզ ով Աստված։ Քեզի հուսացողը երբեք ամոթով չի մնար։ Եվ ես սրտանց միապանվելով եղբայր քույրերուս հետ աղաղակ կբարձրացնեմ քեզի բոլորիս ընտանիքներուն համար, հավատալով որ դու ես ով Աստված, որ գրնաս վերականգնել, գրնաս բժշկել, գրնաս խաղաղություն տալ, գրնաս ուրախություն տալ, գրնաս Տեր Աստված սրբությունով շրջապատել մեզի։ Ամեն ինչ որ գարիքը ունենք, ադիգա քո ներկայությունը դե եւ Տեր Աստված միայն քեզ մե դեր մեր հույսը միան քո վրա է, որովհետեւ քեզի հուսացողը երբեք ամոթով չի մնար։ Եվ աս աղաղակս իմ Աստված ադոր համար է, որ մենք որպես մարդ ես գիտեմ, որ շատ ընտանիքներ կան, շատ մարդիկ կան, ընտանիքներ կան, որ շատ հարցերու պատասխանը չունին, ինչպես պիտի լուծենք, ադի չենք գիտեր։ Արդեն շատ բաները հոգներ ենք Տեր Աստված։ Ադոր համար այսօր այս աղոթքով մեր հոգնությունը, մեր բեռնավորվածությունը, ինչպես որ քո խոսքդ կսե եկեք ինձի, ով բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, եւ ես ցեզի կհանգստացնեմ։ Այսօր մեր հոգնությունով, մեր բերով կուքան քո արչեւ, բեռնավորվածությամբ կուքան քո արչեւ եւ գսենք դեր վերցուր այս ամենը մեր վրա են եւ մեր ընտանիքի մեջ քո հրաշքը ցույց տուր, մեր ընտանիքի մեջ փոփոխություններ ցույց տուր, որովհետեւ դեր միայն դու կգրնաս փոփոխություն բերել, միայն դու կգրնաս հարցերը լուծել, միայն դու կգրնաս հրաշքներ անել։ Ադորամար ես կխնդրեմ ով Աստված, քո հրաշքդ, քո այցելությունդ, քո ողորմությունդ եւ քո փառքդ։ Եվ ես հիմա կհրճակեմ Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլոր իմ եղբայր քույրերուս կյանքերը եւ իրենց ընտանիքները լա օրտնված։ Դիրոջ օրտնությունը կխոսիմ ձեր կյանքի վրա։ Թող Տերը օրտնե ցեզի եւ բահե ցեզի։ Թող Տերը իր երեսը պայծառեցնե ձեր վրա եւ ողորմի ցեզի։ Թող Տերը իր երեսը փայլեցնե ձեր վրա եւ խաղաղություն տա ցեզի։ Թող Աստծո օրտնությունը լա ձեր կյանքի բոլոր օրերում մեջ, ձեր ընտանիքներում մեջ։ Թող միապանությունը լա ձեր ցերքին կորձը օրտնված թողոլա։ Ձեր մտնելը ելնելը օրտնված թողոլա։ Եվ ամեն ժամանակ թող Տիրոջ խաղաղությունը եւ ուրախությունը լա ձեր մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր Աստված հոգնած մարդիկ կան շատ։ Կխնդրեմ դու հանգստացուր իրենց։ Տեր Աստված արդեն հանձնվելու եզրին եղող մարդիկ կա։
կխնդրեմ դու օգնե իրենց։ Հիսուս, կգանչենք քո անունդ։ Քո անունդ, որ ամեն անուն է վեր է, որ քո անունդ զորավոր է եւ գրնա լուծել եւ այսօր արդեն երկար դարիներ է չլուծված հարցերու լուծումը ես կխնդրեմ ընտանիքներում մեջ Տեր Աստված Հիսուս Քրիստոսի անունով։ Երկար դարիներ է անկարելի թվացող շատ հարցերու ես բադասխանը կխնդրեմ, լուծումը կխնդրեմ քա բոլոր ընտանիքներում մեջ, որ մեզի գտիդեն այսօր Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ Տեր Աստված, որ շատ վկայություններ կլսենք, որովհետև դու արժանի ես փառավորվելու հավիտյան։ Թող հիվանդությունները հեռանան ընտանիքներեն իմ Աստված Հիսուսի անունով, թող անեցքները հեռանան, թող գախարտությունները հեռանան, թող քո օրհնությունդ կա, բժշկարար զորությունդ կա։ Ֆինանսական հարցեր ունեցող բոլոր ընտանիքներուն համար ես կաղոթեմ, որ իրենք օրհնված լան ֆինանսական բնակավարով եւ ազատ լան ամեն տեսակ աղքատության անեցքը։ Ես կրճակեմ վերականգնված ընտանիքներ, միապան ընտանիքներ, հույսով լեցուն ընտանիքներ, ուրախ ընտանիքներ, խաղաղ ընտանիքներ եւ Տիրոջ ներկայությունով լեցուն ընտանիքներ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելիներ, սերը երբեք չի բարդվիր, սերը երբեք չի նար։ Այնպես որ լեցվեք օրեօր ավելի Աստծո սիրով, օրեօր ավելի մոտեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, որ ինքն է սերը, եւ լեցվելով Աստծո սիրով երբեք չհանձնվիք այդ սուրբ պայքարին մեջ, որ ծեր ընտանիքն է, որովհետեւ ծեր ընտանիքներում մեջ Աստծո կամքը լա, որ ծեր ընտանիքներում մեջ միապանությունը լա։ Չլա թշկոհելու թագարտի մեջ մտնեք, այլ ամեն ժամանակ քոհությունով լեցված ծեր աղոթները հայտնի թողնա Աստծո եւ այս սուրբ պայքարի մեջ չլա հանձնվիք, այլ որովհետեւ ծեր ընտանիքն է ամեն ժամանակ Տիրոջ հուսալով, աղոթքով, անշուշտ է Աստծո խոսքով պայքարեցեք եւ վերջավորության Տիրոջ հուսացող ամոթով չի մնար։ Այս աղոթքը ընդունեցեք հավատքով եւ անպայման ծեր բաժինը այս ամեն ինչի մեջ փնտրեցեք եւ ծեր բաժինի մեջ հավատարիմ եղեք։ Աստվածալ իր բաժինի մեջ հավատարիմ է Հիսուսի անունով։ Ամեն։